FM 106 եւ 5 հաճախականության վրա են ձեր ռադիո ընդունիչները, մեզ լսում եք կամ դիտում եք Արմեն Դարփինյանի YouTube-յան էջում, Գործարար Ալիքի լրատվական ռադիոյի թվային հարթակներում։ Մենք Դարփինյանի ժամն ենք սկսում, հերթական թողարկումն է, դուք մեզ ամեն շաբաթ եք լսում, եթե ինչ-որ մեկը բաց է թողել, կարող է նաեւ թվային հարթակներում վերանայել հաղորդումները։ Դավիթ ջան, եթե բաց է թողել, դա իր խնդիրն է։ Համաձայն եմ, հա, բայց մենք մեկա հոգացել ենք այդ հարցը։ Ողջունում ենք բոլորին ամեն դեպքում։ Մենք մեկա հոգացել ենք այդ հարցը, պարոն Դարփինյան, շաբաթը չոր ամեն անգամ մենք ես սկսում եմ նրանից, որ շաբաթը լի էր իրադարձություններով, տենց կլիշեային, շաբլոնային արտահայտություն է դառել, բայց այս շաբաթը լի էր իրադարձություններով։ Լավ շաբաթ էր, շատ հետաքրքիր շաբաթ էր, բայց ես ուզում եմ սկսել ցավակցություններով բարեկամական իսպանական ժողովրդին, որովհետև մի խայտարակ աղետ տեղի ունեցավ այնտեղ, տեղումների արդյունքում Վալենսիան եւ շրջակայքը ուղղակի ողողվեցին ջրով եւ զարմանալիորեն եւ ապշեցուցիչ թիվ էր 217 հոգի մահացան, այսինքն զոհեր կան այնտեղ։ Եվ իհարկե մենք պիտի մեր ցավակցությունները բերենք իսպանական ժողովրդին եւ նաեւ Աստծուն փառք տանք, որ մեզ մոտ մեր ջրհեղեղների արդյունքում զոհեր չունենք, գոնե այսինքն պիտի շնորհակալ լինենք երևի թե սովետական միության ժամանակահատվածում կառուցված այդ ենթակառուցվածքների որակով, որոնք ինչպես տեսնում եք գերազանցում են Ֆրանկոյի ժամանակներում կառուցված ենթակառուցվածքների իսպանական։ Իդեպ հիշեցնեմ, որ 66 թվականին դրանից առաջ Ֆլորենսում էր տեղի ունեցել 1966 թվականին նորից ջրհեղեղ, որը համարվում էր Իսպանիայի պատմության ամենախոշոր աղետը ջրհեղեղի տեսանկյունից, բայց այն ժամանակ մահացել էր ընդամենը 35 հոգի մարդ, այսօր ունեն 200-ից ավել զոհ եւ դա իհարկե խայտարակություն է։ Սա մեկ, երկրորդը այսօր նոյեմբերի 4-ն է, Ռուսաստանում ազգային տոն է, միասնության տոնն է, նաեւ պիտի երևի շնորհավորենք մեր ռուս բարեկամներին, կամ նրանց, ով մեզ համարում է բարեկամ, կամ նրանց ում մենք ենք համարում բարեկամ, շնորհավորենք այդ միասնության տոնի կապակցությամբ։ Շնորհավորենք այդ 3 հոգուն, պարոն Դարփինյան։ Ես այն ամենայնիվ բազմաթիվ ընկերներ ունեմ Ռուսաստանում, բազմաթիվ, որոնք իրենց ստեղծագործ կյանքով հարստացնում են Ռուսաստանի այսօրվա հոգևոր, մտավոր, ինտելեկտուալ, նաև մշակութային տարածքը, այնպես որ շնորհավորում ենք Ռուսաստանին եւ մեր ընկերներին այդ տոնի կապակցությամբ։ Վերադառնանք մեր խնդիրներին եւ փորձենք արձագանքել մի քանի դրվագի, որոնք տեղի ունեցան այս շաբաթվա ընթացքում։ Նախ վրացական ընտրությունների հետագիծը, այսպես ասած, ինչ տեղի ունեցավ։ Ինչ ունենք մենք։ Մենք ունենք 2-3 երկիր, որոնց թվում նաև մենք ենք, բարեբախտաբար մենք ենք, որ շնորհավորել են Վրաստանի իշխանություններին անցկացված ընտրությունների եւ նրանց կողմից տարած հաղթանակի կապակցությամբ։ Բայց ունենք նաև արևմուտքը, որը չգիտես անհասկանալի ինչ-որ մի պահանջ է ներկայացնում, ասում եք դրեք քննարկեք, ուրեմն սպասում ենք ձեր քննարկումներին եւ այն ինչ պիտի քննարկեն։ Թվերը արձանագրված են, թվերը պարզ են, քննարկելու չեմ կարծում որ շատ բան կա, առավել եւս որ Բայդենը մի հայտարարություն արեց, նախագահ Բայդենը Միացյալ Նահանգների, որ այնտեղ ռուսական օրենքներ կան, որոնք պիտի չեղարկել։ Ես բացառում եմ, որ վրացական այսօրվա իշխանությունը չեղարկի այդ օրենքները, դա կնշանակի ուղղակի արժանապատվության անկում իրենց կողմից, դա չեմ կարծում, որ դա ուղղակի իրական։ Նույնիսկ եթե ժողովուրդը ճնշեր, եթե Բայդենը չասեր, կարողա չեղարկեին, բայց հիմա որ Բայդենը ասել է չեղարկեք, կարծում եմ վրացիները ընդհանրապես հակված չեն դրան, էլի, հա։ Առավել եւս չի կարելի նման կերպ թելադրել ուղղակի երկրի ներքին օրակարգը, ինչպես փորձում է անել Բայդենի ադմինիստրացիան։ Իդեպ ես այս վերջերս մի շատ հետաքրքիր հարցազրույց տեսա չինացի ուրեմն պրոֆեսոր էր ամերիկյան համալսարաններից մեկի, հայտնի պրոֆեսոր էր, Կու ազգանունով շատ հեշտ հիշվող ազգանուն էր այդ Կուն, որ ինչ ասաց, որ ցավոք սրտի այսօրվա դիվանագիտությունը համաշխարհային խոսքը վերաբերում է թե ամերիկյան դիվանագիտությանը եւ թե ռուսական դիվանագիտությանը զերծ է մնում իսկական դիվանագետներից եւ կարծես թե վանում է իսկական դիվանագետներին իր տիրույթից եւ դիվանագիտությամբ զբաղվում են ուղղակի հասարակ չինովնիկներ, որոնք ընդհանրապես խնդիրներ են լուծում, գալիս են տվյալ երկիր եւ ընդհանրենք ասում են դուք պիտի անեք այսպես, ուրեմն եկել ենք ձեզ ասելու, որ դուք պիտի անեք սա։ Ի տարբերություն չինական դիվանագիտության
որը շատ ավելի որակյալ գործողություններ է ծավալում տարբեր երկրներում, աշխարհի ամեն մի ծայրամասում, եւ ես պիտի նաեւ ասեմ, որ իմ անձնական փորձով պիտի ասեմ, որ Չինաստանի դիվանագետները, նրանց դեսպանները մեկը մյուսին փոխարինող իսկական դիվանագետներ են եղել, իմ առնչությունը նույնպես փաստում է դա, այսինքն դիվանագիտությունը չի կարելի թողնել չինովնիկներին, ինչպես դա տեղի ունենում թե Միացյալ Նահանգներում եւ թե Ռուսաստանում։ Սա ուղղակի շեղվեցինք, ուրեմն մեկը դա, մեկը իհարկե մեզ վերաբերող մի հայտարարություն արեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը բնութագրելով վրացական ընտրությունները ասաց, որ այնտեղ տեղի ունեցավ հայկական կարուսել կոչվածը, այսինքն ընտրակեղծիքների տեսանկյունից։ Սրանով իմ կարծիքով սա ոչ այնքան միամիտ հայտարարություն էր, որքան ուղղորդված հայտարարություն, այսինքն Տիկին Զուրաբիշվիլին ուղղորդում էր տվյալ դեպքում Արևմուտքին հետևյալ իմաստով, որ պետք չէ հույս դնել հայերի վրա կամ պետք չէ մտածել անգամ, որ դուք կարող եք փոխարինել ռեգիոնալ համագործակցությունը Վրաստանի հետ Հայաստանով, որովհետև հայերը ընդամենը հայտնի են նրանով, որ հայկական կարուսել են հորինել ընտրակեղծիքներ իրականացնելու տեսանկյունից եւ իմաստով։ Սա իհարկե իմ կարծիքով բացի դրանից, որ բավական անտակտ հայտարարություն էր նախագահ Զուրաբիշվիլիի կողմից, սա նաեւ ուներ նպատակ զերծ պահելու Եվրոպային, զերծ պահելու Արևմուտքին Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցություն սահմանելուց։ Ինչ վերաբերում է բուն իմաստին, ցավոք սրտի պիտի փաստենք, որ նախագահ Զուրաբիշվիլին երևի թե արդարացի է, որովհետև նախ ես պիտի ասեմ, որ վրացիները երևի երկար ու ձիգ տարիներ պիտի հաց ու պանիր ուտեն դեռևս, որպեսզի հասնեն հայկական ընտրակեղծարարների, այսպես ասած, որակին եւ մակարդակին։ Ես ցավով եմ սա ասում։ Անձամբ եմ առնչվել դրա հետ իհարկե, երբ դեռևս անհիշելի ժամանակներում գլխավորում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը 99 թվականի ընտրություններին մենք մի քաղաքական ուժ ձևավորեցինք, որը կոչվում էր Արժանապատիվ ապագա կուսակցություն, եւ այդ կուսակցությունով մենք ներկայացրեցինք պրոֆեսոր հայտնի քաղաքագետ եւ հայտնի նաեւ քաղաքական գործիչ Լյուդմիլա Հարությունյանի տեխնացությունը մեզ համար ուղղակի միանշանակ էր, որ Տիկին Հարությունյանը կհաղթի այդ ընտրություններում, այնտեղ մեծամասնական կարգով, որը դիմաց ընդամենը մի թաղային հեղինակություն էր, կարևորել չի ով է, որովհետեւ թաղային հեղինակությունը հաղթեց, մեզ համար դա մի շոկային իրավիճակ ստեղծվեց։ Դա 99 թվականի այն ընտրություններն են հիշեցնեմ, որտեղ հաղթանակ տարավ Միասնություն դաշինքը Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ եւ ընտրությունները, որոնք համարվում են, որ կեղծիք տեղի չի ունեցել եւ այլն, բայց իմ կարծիքով հենց այդ ընտրություններով եւս մենք փաստեցինք, որ մենք ինտելեկտուալներին, համալսարանականներին, ակադեմիական տարածքից ներկայացուցիչներին ուղղակի մենք վանեցինք քաղաքականությունից եւ քաղաքականությունը դարձրեցինք ուղղակի թաղային հեղինակությունների ասպարեզ եւ այդ թաղային հեղինակությունները դրանից հետո սկսեցին գերիշխել մեր խորհրդարանում, պարլամենտում եւ այսօր ես երևի թե դժվարանում եմ ասել այսօրվա օրինակ խորհրդարանում որևէ համալսարանական պրոֆեսոր կա թե ոչ ընդհանրապես։ Բայց թաղային հեղինակություններ էլ չկա ու ես չեմ հասկանում ովքեր են այդ մարդիկ ի վերջո։ Այսինքն ոչ համալսարանական են, ոչ պրոֆեսոր են, ոչ թաղային հեղինակություններ։ Չէ, նախ ուրեմն ես պիտի ասեմ, որ տեսեք, ինչպես վանեցին պրոֆեսորային եւ ակադեմիական ոլորտի մտավոր, այսպես ասած, ինտելեկտուալ հանրույթը վանեցին ուղղակի քաղաքականությունից դուրս մղեցին, որովհետև երբ որ մեկը մյուսի հետևից ընտրակեղծիքների արդյունքում զորբայության, փողեր բաժանելու, ուրեմն տարբեր տեսակի լցոնումների, խուլիգանության արդյունքում, գիտեք, իրեն հարգող ինտելեկտուալը ուղղակի մտածեց, որ ինքը բան ու գործ չունի այդտեղ անելու։ Այսինքն ուղղակի չուզեցավ մասնակցի այդ գործընթացների, որովհետև բացի ամեն ինչից, գիտեք, ասենք դա նաև արժանապատվության խնդիր էր, էլի, երբ ասենք պրոֆեսոր հայտնի գործիչը մտավորականը պարտվում է ընդամենը թաղային խուլիգանին,
Հասկանում եք, դա նաև արժանապատվության անկում է, այսինքն որևէ մեկը չուզեց ուղղակի դրանում մասնակցել եւ մենք եկանք տարիների, արդեն տասնամյակների ընթացքում, 20 տարի եւ ավել ընթացքում այնպիսի իրավիճակի, երբ ուղղակի մենք այսօր չունենք, նորից եմ կրկնում, համալսարանական ակադեմիական հանրույթի ներկայացուցիչ մեր խորհրդարանում եւ ուրեմն որոշիչ ձայն եւ ուրեմն ազգային նպատակներ, պետական նպատակներ իրագործող որևէ մեկը, որը ներկայացներ ակադեմիական հանրույթը։ Սա ուղղակի իմ կարծիքով կատաստրոֆիկ իրավիճակ է, չեմ էլ տեսնում ինչպես է պետք սա, ինչպես է հնարավոր սա փոխել, որովհետև հիմա իսկ ովքեր են թաղային հեղինակությունները, որովհետև չեն չքվել, նրանք ինչպես կային, այնպես էլ կան, ինչպես ազդում էին ընտրությունների վրա, այդպես էլ շարունակում են ավելի քիչ, ավելի շատ, թաղային հեղինակությունների համար չէ, գիտեք, նրանց համար անկախ ոչ մի կարևորություն չունի, թե ով է իշխանությունը, ով է լինի իշխանությունը, նրանք իշխանության կողքն են, իշխանության հետ են, իշխանության կողքին կլինեն, որովհետև նրանց անհրաժեշտ է կոմֆորտային իրավիճակ ապահովել եւ նրանք բնականաբար շարունակում են ազդել մեր ընտրությունների արդյունքների վրա, տվյալ դեպքում սատարելով ցանկացած պահի իշխանական ուժին։ Ցավոք սրտի սա պիտի փաստենք եւ էլիտայի ոչնչացումը քաղաքական դաշտից տեղի ունեցավ հենց նման հայկական կարուսելների արդյունքում, այնպես որ մեզ սա պիտի ամոթալի լինի այս ուրեմն նախագահ Զուրաբիշվիլի այդ հայտարարությունը, ոչ միայն մենք ըմբոստանանք եւ ասենք, որ նա ուրեմն անտակտ հայտարարություն արեց, բայց մենք պիտի նաեւ ընդունենք, որ դա իր խորը հիմքերը ունի, ցավոք սրտի։ Չէ, դե բայց մեր մոտ էլ շատ խնդիրներ կան, որոնք որ կարելի է դիտարկել որպես Վրաստանից եկած խնդիր, հա, բայց մենք չենք պնդում, չէ՞, այսինքն դաստիարակությունից ելնելով չենք մատնանշում այդ երևույթի վրաստանացին լինելը, էլի, այսինքն այդ վրացիները մեր եղբայրական ժողովուրդն են, մենք ունենք միևնույն, գրեթե միևնույն եւ արատները եւ ուրեմն արժանի հատկանիշները ազգային հպարտություն ներկայացնող շատ նման ենք իրար, այնպես որ պետք չէ։ Նո միգուցե անեկդոտների մակարդակով կարելի է շարունակել այսպես ասած այդ հրաձգությունը, բայց պետք չէ քաղաքական մակարդակով մատնանշել մեկը մյուսին։ Մենք խնդիր ունենք իսկապես բարգավաճող հասարակություններ, երկրներ, պետություններ ունենալու, ըստ որում հարևաններ, եւ ես ուրախ եմ, որ մենք այս ժամանակահատվածում գոնե կարող ենք փաստագրել, որ Վրաստանի հետ պաշտոնապես ունենք ռազմավարական գործընկերության մակարդակ հարաբերություններում, եւ դա շատ ողջունելի է։ Սա ուրեմն մի հայտարարություն։ Երկրորդը Միացյալ Նահանգներից հայտարարություն եղավ, որը որ մեզ նույնպես շատ անմիջապես մեզ հետ առնչվում է, դա նախագահ Թրամփի ուրեմն զանգներ Անտիլիաս մեր Արամ կաթողիկոսին, շատ հետաքրքիր զանգ էր, ուրեմն բացի նրանից, որ նախագահ Թրամփը, այսինքն նախագահության տեխնացու եւ նախագահ, նախկինում նախագահ, հիմա նախագահության տեխնացու եւ ամենայն հավանականությամբ վաղը նույնպես նախագահ, մենք ամսի 4-ին ենք տեսած այնագրվում, ընտրությունների 5-ին են, չէ՞, պարոն Դարբյան։ Այսինքն երբ դուք այս հաղորդաշարը լսեք կամ դիտեք, ամենայն հավանականությամբ արդեն շատ մոտ կլինի, մենք կհասկանանք ում մասին որ մենք հիմա խոսում ենք իրավիճակը, որ պարոն Դարբինյանը ներկայացնում է, մենք խոսում ենք նախկին այժմյան նախագահի մասին, թե ընդհանրապես նախկին նախագահի մասին։ Այնուամենայնիվ շատ հետաքրքիր զանգ էր դա, որովհետև Թրամփը զանգարեց մեր այսօրվա բառապաշարով պատմական Հայաստան, հասկանում եք, նա չզանգեց իրական Հայաստան, որպեսզի այդ զանգի իմաստը որն է, զանգի իմաստը հայ հասարակության ամերիկյան հայերի ձայների ապահովումն էր իր օգտին, այսպես ասած, չէ՞, զանգի իմաստը միայն դա էր։ Զանգը գնաց պատմական Հայաստան եւ չեկավ իրական Հայաստան։ Չնայած Թրամփը իրական Հայաստանում ոչ պարտադիր է որ նա զանգարեր ընդհանրենք իշխանության ներկայացուցիչներին, հա, կարող զանգարել, ասենք ամենայն հայոց կաթողիկոսին օրինակ, հա, կարող զանգարել ցանկացած օլիգարխներից մեկին, օրինակ ասենք, որպես երկու բիզնեսմեն, հա, որպես ամերիկյան օլիգարխ նա կարող զանգարել, ասենք մեր օլիգարխներից մեկին, բայց նա գերադասեց զանգարել պատմական Հայաստան, եւ ինչն է հետաքրքիր, եթե մենք տեսնենք տարբերությունը, ասենք դեմոկրատների եւ հանրապետականների, նախագահ Բայդենի եւ նախագահ Թրամփի մոտեցումների, գոնե առերևույթ մոտեցումների, որոնք իրենք դրսևորում են իրենց հրապարակային ելույթներում, մենք կտեսնենք, որ փաստորեն ստացվեց, որ նախագահ Թրամփը
պատմական Հայաստանի հետ է համագործակցում, նախագահ Բայդենը եւ իր ադմինիստրացիան համագործակցում է իրական Հայաստանի հետ եւ մեծապես նպաստեց նաեւ Արցախի հայաթափմանը, գոնե որևէ գործուն մեխանիզմ չիրագործեց, որպեսզի դա չիրականացվի, այսինքն Արցախը մնաց առանց հայերի, իսկ ինչ է ասում Թրամփը պատմական Հայաստանին, Թրամփը ասում է մենք պիտի ջանքեր գործադրենք, որպես այդ էթնիկ զտման ուրեմն հետևանքները կարողանանք վերացնենք, էթնիկ զտման մասին է խոսում նախագահ Թրամփը, հասկանում եք, եւ կարող ենք իհարկե հումորի վերածել մի քիչ էլ մենք մեր մեջ այսպես ասած մեր ինքնագնահատականը բարձրացնելով ասենք, որ փաստորեն ամերիկյան նախագահական ընտրությունների հիմնական հարցը հայկական հարցն է, պատմական, աշխարհի ամենալուրջ հարցը, այո, պատմական թե իրական Հայաստան։ Պարոն Դարփինյան, եթե նախագահ Տրամփը նորից դառնա նախագահ Տրամփ, արդյոք մենք ունենք բարոյական իրավունք եւ արդյոք ունենք հնարավորություն հիշեցնել այս հեռախոսազանգը եւ հնչած տեքստը։ Իհարկե, մենք պիտի հետապնդենք այդ զանգի հետ կապված նրա արտահայտությունները, պիտի հետապնդենք պաշտոնապես, պետականորեն, եւ միգուցե սա նաեւ առիթ է, որպեսզի մեր պետությունը նորից ուրեմն վերադառնա այնուամենայնիվ պատմական Հայաստանի արժեքներին, որովհետեւ պատմական Հայաստանը ոչ թե պետք է հակադրել իրական Հայաստանին, պատմական Հայաստանը գալիս է ուժեղացնելու իրական Հայաստանը եւ միայն այս կտրվածքով է պետք նայել այս խնդրին։ Իհարկե ես չունեմ որևէ պատրանքներ եւ կարծում եմ, որ նախագահ Դոնալդ Թրամփը ընտրվելու պարագայում երկրորդ օրը եւ այդ կմոռանա այդ զանգի մասին, բայց մենք պիտի այո բարբերաբար հիշեցնենք եւ այո պատմական Հայաստանը դարձնենք իրական Հայաստան ուժեղացնելու գործիք։ Միայն այդպես եւ ոչ այլ կերպ։ Ինչ եմ ուզում այս կապակցությամբ ասել նաև էթնիկ զտման հետ կապված շատ հետաքրքիր բան է տեղի ունենում, տեսեք Իսրայել-արաբական կոնֆլիկտում, որն մեզ հետ նույնպես անմիջապես առնչություն ունի։ Ուրեմն աշխարհը տեսնում է, որ Իսրայելը նպատակադրվել է էթնիկ զտում իրականացնել Գազայի հատվածում, այսինքն Իսրայելին անհրաժեշտ է պետք է Գազան առանց արաբների, առանց պաղեստինցիների։ Այնպես ճիշտ այնպես ինչպես Ալիևին պետք էր Ղարաբաղը առանց ղարաբաղցիների։ Հիմա ինչ է անում արաբական աշխարհը։ Նախ ինչ է հայտարարում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը։ Գուտերեշը ասում է Իսրայելը կիրականացնի էթնիկ զտում, եթե արաբական երկրները, տարածաշրջանի արաբական երկրները որոշում կայացնեն ընդունելու Գազայից փախստական դարձած պաղեստինցիներին։ Եվ այս ֆոնին Հորդանանի եւ Եգիպտոսի կառավարությունները պաշտոնական հայտարարություն են կատարում, որ չեն ընդունելու արաբ ուրեմն փախստականներին, պաղեստինցիներին չեն ընդունելու։ Այսինքն արաբական աշխարհի միասնական շահը կայանում է նրանում, որպեսզի պաղեստինցիները մնան Գազայում եւ արաբական երկու երկիր արդեն հայտարարություն է կատարում, որ նրանք չեն ընդունելու պաղեստինցի փախստականներին։ Ես կարծում եմ, որ այլ արաբական երկրները կհետևեն այս օրինակին եւս։ Այստեղ եթե մենք զուգահեռ տանենք մեր իրավիճակի հետ, ցավոք սրտի պիտի փաստենք, որ մենք էթնիկ զտման վերաբերյալ աշխարհին սկսեցինք թմկահարել եւ ասես ահազանգել միայն այդ բուն զտումը իրականացնելու ժամանակ։ Մենք պիտի սկսենք այդ process-ը հենց այն պահից, երբ շրջափակվեց Լեռնային Ղարաբաղը, Արցախը, դա փաստորեն էթնիկ զտման առաջի քայլն էր, եւ մենք պիտի դա թմկահարենք ամբողջ աշխարհով մեկ-մեկ եւ երկրորդը երևի թե պաշտոնական Հայաստանը պիտի հայտարարեր, որ Հայաստանը չի պատրաստվում ուրեմն չի պատրաստվում դառնալ փախստականների համար, այսպես ասած գեներալ քաղաքականին արձագանք։ Ես կարծում եմ, որ դե հիմա պատկերացրեք արաբական աշխարհում ինչ է կատարվում, այսինքն կա ընդհանուր հայկական շահ, կար այդ շահը թե ոչ, հայկական թողնել Արցախը, կար այդ շահը թե ոչ, մենք պիտի ցույց տայինք աշխարհին, որ հայերը հայկական շահը կայանում է նրանում, որ հայերը մնան Արցախում։ Պարոն Դարփինյան, բայց այո, իհարկե կա տրամաբանություն, որ պիտի չընդունեինք։ Հա, եկեք ֆիքսենք, որ չեմ ասում, որ պիտի չընդունեինք։ Որ չընդունելու արդյունքում 40000 պաղեստինցի ա զոհվել արդեն։ Այսինքն մեծ հաշվով ես այն օրը դրա մասին էլ էի մտածում, էլի, տեսեք, այն գործողությունը արաբների իրականացրած տարել է 1500 հրեայի կյանք։ Այո։ Արդեն 40000 40000-ը անցել են Պաղեստինի զոհերը։ Այսինքն
այդ աստիճան բան է էլի գնում է էթնիկ զտման քաղաքականություն գործողություն է նորմալ էլի գնում է էթնիկ զտման քաղաքականություն նորից վերադառնալով այս արաբական հատվածին եւ մեր հետ զուգահեռներին պիտի ասեմ որ մենք բավարար չափով աշխարհին երևի չտեղեկացրեցինք ակտիվ չեղանք դիվանագիտական դաշտում որպեսզի ցույց տանք որ հայկական շահը կայանում է նրանում որպեսզի հայերը մնան իրենց բնիկ օրրանում եւ հայերը չունեն նպատակ ընդգրկելու եւս 150,000 արցախցիներ պետք է մնան եւ դա մեր առաջնահերթությունն է հիմա այսօր արդեն իրականացված փաստի ուրեմն արկայության պարագայում մենք ինչ ենք լսում Արադ Միրզոյանը հայտարարում է որ նման խնդիր Ղարաբաղյան խնդիր ցավոք սրտի այլևս գոյություն չունի որովհետեւ որ այո տեղի ունեցել էթնիկ զտում մենք պիտի դա ինչ որ չափով հետապնդենք կամ ոչ բայց վերադարձ ուրեմն նախկին կարգավիճակին այս պահին գոնե չի նշмарվում ես կուզեմ անդրադառնալ նաև Միրզոյանի այն ելույթին որտեղ նա ասաց որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը այլևս չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգի հարց այո դա այդպես է դա պետք է փաստել որ չի հանդիսանում բայց ես կարծում եմ որ պատճառը հետևանքային կապը այստեղ ճիշտ բերված չէ ես համարել եւ համարում եմ որ ցեղասպանության ճանաչման միջազգային ճանաչման խնդիրը Հայաստանի Հանրապետության դիվանագիտությունը այս 34 տարիների ընթացքում լուծված է որտեղ ավելի քան 30 երկիր ճանաչել են ցեղասպանության փաստը այսինքն միջազգայինորեն դա արդեն ճանաչված փաստ է եւ ուրեմն դա օրակարգային չէ որովհետեւ լուծված է ոչ թե օրակարգային չէ որովհետեւ փոխվել են առաջնահերթությունները դա ես ընդամենը հուշում եմ պարոն Միրզոյանին որին իդեպ ված չեմ վերաբերվում որովհետև իմ կարծիքով ներկա իշխանության ներկայացուցիչներից եզակին է որ հարգալից վերաբերմունք ունի իր օպոնենտների նկատմամբ չափած ձևված այսինքն իր դիրքը ձիրքը եւ այլն այդպես վեհամբարձ ուրեմն ագրեսիվ ելույթներ չի ունենում մի շարք երիտասարդներին ի հակառակ այնպես որ ես խորհուրդ կտայի որպեսզի այդ թեման ցեղասպանության թեման շրջանցվեր այդ ձևով որ խնդիրը լուծված է աշխարհը ճանաչել է հաջորդ քայլը Թուրքիայի կողմից ճանաչելն է դա արդեն երկար ճանապարհ ունի անցնելու դրա երկար ճանապարհ անցնելու առաջին քայլը դիալոգ մտնելն է այսինքն դիալոգ ոչ թե ցեղասպանության կապակցությամբ այդ դիալոգ ընդհանրապես հարաբերություններ դիվանագիտական հարաբերություններ ճանապարհների բացում ապաշրջափակում ուրեմն նավահանգիստների օգտագործում եղած ենթակառուցվածքների օգտագործում եւ այլն այսինքն սա է առաջին քայլը հետագայում այսինքն մենք միգուցե հասնենք այն վիճակի երբ Թուրքիայի հասարակությունը հասունանա այնքանով որ հասկանա որ ինքնամաքրվելու միակ եւ լավագույն ճանապարհը դա ցեղասպանության փաստի ընդունումն է իրենց կողմից որովհետեւ հաջորդ քայլը միայն դա է մեզ անհրաժեշտ չէ որ ասենք 33-րդ երկիրը ընդունի այդ ցեղասպան դա ոչինչ չի տա մեզ եւ այսօրվա իրավիճակում ընդամենը նաեւ կխանգարի հաջորդը որի վերաբերյալ կուզեի խոսել դա այս կոնյակի շամպայնի եւ այլնի խնդիրն է որ մենք իհարկե արտադրում ենք բարձրորակ կոնյակ դա տասնամյակների վեր Շուստովի ժամանակներից դեռևս առաջին հանրապետության ժամանակներից եղել է հայկական կոնյակ բայց միջազգային առևտրի կանոնները թելադրում են որ մենք նման իրավունք չունենք իսկապես չունենք երբ վաճառվում էր Երևանի կոնյակի գործարանը ֆրանսիացիների Պերնորիկարի հետ պայմանագրի մեջ հստակ ֆիքսված էր որ դա որոշ ժամանակ մենք դեռ կշարունակենք այդ կոնյակը թողարկելու բայց շուտ մի ժամանակից սկսած եթե չեմ սխալվում 2030 թիվներ գրած թե 2000 կարևոր չի որ թիվներ գրած որոշ ժամանակից սկսած մենք դադարելու ենք դա կոչել կոնյակ եւ պիտի անցնենք այլ անվանման որովհետեւ դրա իրավունքը չունենք միջազգային շուկայում
Այո, դրա իրավունքը ունեինք մենք նախկին սովետական միության տարածքում եւ շարունակում ենք ունենալ միգուցե, բայց այսինքն կարգ ու կանոնը աշխարհի թելադրում է, որ մենք այնուամենայնիվ մեր այդ ուրեմն խմիչքը, որը մենք արտադրում ենք, բարձրորդ խմիչքը, ուրեմն կոնյակ կոչելու իրավունք չունենք ինչ որ մի պահից եւ ինչքան շուտ պատրաստվենք այդ պահին, այնքան մեզ համար մեզ ձեռնտու է, որտեղ մենք խոսում ենք, ասենք Էլի վերամբարձ բառեր են ասում, ասենք դիվերսիֆիկացում եւ այլն, եվրոպական շուկաներ ներխուժում, եվրոպական շուկայի անդամակցություն, դա բացարձակ բան է, ցնդաբանություն է այս պահի դրությամբ, որովհետեւ մենք եվրոպական շուկան աշխարհի ամենաբարձ շուկան է, ասեմ ձեզ, ավելի բարդ, ավելի անհասանելի շուկա մեզ համար գոյություն չունի, ասենք ամերիկյան շուկան մի 5-6 անգամ ավելի հասանելի է մեր ապրանքների համար, քան եվրոպականը։ Եվրոպականը, ասենք այդ իրենց կանաչ ստանդարտը, էկոլոգիական չափանիշները հազարումի սարսափելի բաներ կան այնտեղ, չափանիշներ եւ սահմանափակումներ, ասենք օդի հետ կապված, արտանետումների հետ կապված, էկոլոգիական ստանդարտների հետ կապված, այս ամեն ինչը բերել է նրան, որ ասենք Միացյալ Նահանգներում օրինակ բենզինի գինը 85 ցենտ է ընդամենը, Եվրոպայում արդեն 2.5 եվրո է, հասկանում եք, մի լիտրը։ Եվրոպական շուկան մտնելը, ներխուժելը մեզ համար ամենադժվարն է։ Մենք անգամ շվեյցարացիներն են Միացյալ Նահանգների հետ բանակցում արդեն մի քանի տարի շարունակ, որ կարողանան ազատ առևտրի ռեժիմ ունենալ Միացյալ Նահանգների հետ, հա։ Ի տարբերություն Եվրոպայի, որը չունի այդ ռեժիմը եւ չի ունենալու, որտեղ նրանք հակառակորդ են շուկաներում, աշխարհի շուկաներում նրանք հակառակորդ են։ Բայց իմ կարծիքով մեզ համար առաջնային շուկաների մեջ այսօր չի կարող մտնել Եվրոպան, որովհետև մենք ուղղակի դրանից ամենաշատն ենք հեռու։ Ամեն կարող ենք մտածել ընդհանրենք Միացյալ Նահանգների հետ կամ այլ, ասենք, երկրների հետ արևմտյան միգուցե։ Տրանսպորտային տեսանկյունից ասեմ, որ շատ մեծ տարբերություն չկա, մեծ դժվարություն, քանի դեռ թուրքական սահմանը բացված չէ, քանի դեռ մեր խնդիրը ռեգիոնից դուրս գալն է, թե հետո հավոր են գնալու, քանի դեռ չի աշխատում, քանի դեռ մենք չենք կարողանում օգտագործել թուրքական նավահանգիստները, մեզ համար մեծ տարբերություն չի, մենք արտահանում ենք դեպի եվրոպական Բելգիա, թե դեպի Միացյալ Նահանգներ, որևէ տարբերություն մեծ հաշվով մենք չունենք։ Ասեմ ձեզ, որ այս իմաստով վերադառնալով կամ անդրադառնալով նորից BRICS-ին եւ միջազգային տարբեր շուկաների հակամարտության խնդրին, պիտի ասեմ, որ BRICS-ի հիմնական գործող, այսպես ասած, սուբյեկտը Չինաստանն է։ BRICS-ի ներքին առևտրի 80%-ը Չինաստանի հետ առևտուրն է, հա, ասենք Հարավային Աֆրիկան, Բրազիլիայի հետ առանձնապես առևտուր չունի, բայց Չինաստանի հետ ունեն բոլորը, Չինաստանը այսօր Ռուսաստանի համար դարձավ անփոխարինելի ուղղակի գործընկեր, չինական յուանը դարձավ Ռուսաստանի համար համարում եք արտարժույթ, այս պահի դրությամբ արդեն։ Իմիջիալից պիտի ասեմ, որ բավական ակտիվ կերպով օգտագործվում է։ Չինաստանը շատ ակտիվ շահագործում է, այս իրավիճակը շատ ձեռնտու է Չինաստանին այս հակամարտությունը Ռուսաստանի եւ Արևմուտքի, որովհետեւ առաջնահերթության կարգով օգտվում է Չինաստանը։ Օգտվում է նաեւ Հնդկաստանը, պիտի ասեմ, որ Ռուսաստանը իր նավթի արտահանման զգալի ուրեմն գերակա չափաբաժինը արտահանում է Հնդկաստան։ Հնդկաստանի շուկայի արդեն մոտ 40% ռուսական նավթն է եւ դա ավելանալու միտում ունի, մոտ 5 միլիոն բարել ուրեմն օրական իրենք արտահանում են, դա հսկայական թիվ է։ Եվ մոտ 20% արդեն Չինաստանի շուկային Ռուսաստանը արդեն փակեց եւ նույնպես ավելացման միտում ունի։ Սա իհարկե առավել բարենպաստ պայմաններ է ստեղծում այդ BRICS-ը ինչով է, այսինքն այսօր գործունյա եւ ինչով է ապրում, ինչու է դա դեռևս, ասենք, կա եւ գործում է եւ մի բան էլ որոշակի նաեւ ալտերնատիվ է հանդիսանում եւ արևմուտքի համար։ Հենց դրա պատճառով, հենց ռուսական նավթի, չինական եւ Հնդկաստան այդ ուղղությունների զարգացման հետ կապված, որտեղ նրանց ձեռնտու է եւ Չինաստանին եւ Հնդկաստանին, չնայած իրենց միջև եղած հսկայական խնդիրներին, հենց Չինաստանի եւ Հնդկաստանի միջև, բայց նրանք օգտվում են այսօրվա այդ իրավիճակից եւ քաղաքական տեսանկյունից ասեմ, որ մի միասնություն ես տեսա BRICS-ում, դրանք բոլոր երկրները ունեն հակաիսրայելական
դիրքորոշում, այսինքն նրանց բոլոր հայտարարություններում ուղղակի կարմիր թելով անցնում էր Պաղեստինի ժողովրդին սատարումը ուրեմն այդ BRICS-ի բոլոր երկրների կողմից եւ կարելի է փաստել, որ միակ արտաքին քաղաքական միասնականությունը, որ ֆիքսվեց BRICS-ի այդ համաժողովի ժամանակ, դա հակաիսրայելական դիրքորոշումն էր։ Մեկ էլ փաստենք, որ նենց չի, որ Իսրայելին դա ինչ-որ ձևով հետաքրքրում է այս բանին, որովհետեւ ինքը վստահ շարունակում է գործողությունները։ Ու ես ճիշտն ասած նայում նախանձում եմ շատ, էլի։ Այո, որովհետեւ նրանք վստահ են իրենց սեփական ուժերի վրա, որովհետեւ նրանք ժամանակը չեն վատնել ուրեմն տարբեր տեսակի քրեօլիգարխիկ համակարգներ ստեղծելու համար, նրանք ստեղծել են գործուն ժողովրդավարություն, նրանք ստեղծել են իսկապես քարից հաց քամելու բառից բուն իմաստով հնարավորություն, նրանք ստեղծել են տեխնոլոգիական հսկայական պաշար, մեծագույն նվաճումներ ունեն տեխնոլոգիաների ոլորտում եւ ասենք բիոտեխնոլոգիաներում առաջատար են ընդհանրապես աշխարհում, կարողացան տիրապետել միջուկային զենքի, աշխարհի լավագույն բժշկությունն է այնտեղ կարելի ասել, այդ թվում նաև ալտերնատիվ ուղղությունները հսկայական իհարկե առաջընթաց ունի Իսրայելը, այս իմաստով մեզ համար շատ նախանձելի է, մենք պիտի նայենք, օրինակ վերցնենք, մենք տարիներ, տասնամյակներ ենք կորցրել ֆեոդալական համակարգ ստեղծելու վրա, ցավոք սրտի, այ մենք խոսեցինք, էլիտան աստիճանաբար վանելու, դուրս շպրտելու, այսպես ասած, քաղաքական օրակարգից։ Իրանք հակառակն արեցին, բերեցին եւ ձևավորեցին տեղական էլիտա, որը որ իհարկե, մենք ստեղծեցինք ֆեոդալական, ուղղակի օլիգարխիկ քրեական մի համակարգ, որը միաձուլվեց քաղաքական համակարգի հետ եւ ճիշտ ասած դրանից ձերբազատվելու համար տարիներ ժամանակ է պետք եւ ցանկություն առաջի հերթին, այսինքն դու ցանկանալ հետո անցնի տարիներ, էլի։ Դա հիմա ցանկությունը գոնե հայտարարվում է, որ կա, տեսնենք ինչքանով դա կհաջողվի անել կամ ձերբազատվել կամ ոչ։ Համենայն դեպս մենք ունենք այո իրավիճակ, երբ տեսեք Իսրայելի հարցով, այո, նրանց առանձնապես չի հետաքրքրում BRICS-ի որևէ երկրի ինչա մտածում, էլի, հա։ Բայց մենք ունենք շատ հետաքրքիր իրավիճակ, տեսեք Բրազիլիան եւ Արգենտինան, կարծես թե Լատինական Ամերիկայի երկու երկրներ, որոնք մեծապես իրենց տնտեսությունը կախված է Միացյալ Նահանգների հետ, որովհետեւ ընդհանրապես պիտի ասեմ, որ Ռուսաստանի մեծագույն նվաճումն էր Բրազիլիան բերել այս BRICS-ը, մեծագույն նվաճում էր դա Լատինական Ամերիկայի, ասենք, խոշորագույն երկիրը բերեց այն կողմ, բայց Արգենտինան ուրեմն բացարձակ հակառակ կողմն է դիրքավորվել, ոչ միայն ասենք այս նոր նախագահ Միլեի կապակցությամբ, որը իդեպ շատ էքստրավագանտ իր դրսևորումները շարունակում է, նրանք բնականաբար պրոիսրայելական են, պրոամերիկյան են, շատ հետաքրքիր մի դրվագ տեղ ունեցավ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, ուրեմն քվեարկություններ իրականացվում Կուբայի վերաբերյալ ամերիկյան այդ սանկցիաներից ուրեմն ձերբազատվելու կոչ էր արվում Միացյալ Նահանգներին վերջապես ուրեմն դադարեցնել սանկցիաները Կուբայի արդար ժողովրդի նկատմամբ, պիտի ասեմ, որ այդ սանկցիաները գործում են 1900, եթե չեմ սխալվում, 60 թվականից եւ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան պարբերաբար նման հայտարարություններ է անում՝ ի պաշտպանություն Կուբայի ժողովրդի եւ կոչ է անում Միացյալ Նահանգները տոտալ էմբարգոյի են ենթարկել Կուբան, այսինքն եւ առևտրային եւ տնտեսական եւ քաղաքական բոլոր տեսակի էմբարգոներ է գործում Կուբայում, Կուբան դա երջանիկ ժողովուրդ է, իրենք ասենք ապարելով երկելով ապրում են, բայց ինչ եմ ուզում ասել, ուրեմն այս հերթական ՄԱԿ-ի ուրեմն գլխավոր ասամբլեայի հայտարարությունը տեղի ունեցավ, այնտեղ ընդամենը երկու երկիր դեմ հանդես եկան Միացյալ Նահանգները եւ Իսրայելը։ Արգենտինայի ուրեմն նախագահը անմիջապես ուրեմն պաշտոնից գործից ազատեց արտգործնախարարին այն պատճառով, որ նրանք կողմ էին քվեարկել, հասկանում եք, կողմ էին քվեարկել ուրեմն այդ հայտարարությանը, Արգենտինան անմիջապես կադրային որոշում իրականացրեց, ասենք միացավ Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին այդ իմաստով, պիտի ասել, որ երևի թե
այդ երեք երկրները հիմա ամենասերտ համագործակցության մեջ են։ Եթե տեսնենք, ասենք հաշվի առնենք համաշխարհային քաղաքականությունը։ Վերադառնանք Ռուսաստանին, առավել եւս որ այնտեղ այսօր ազգային տոն է։ Այո։ Ուրեմն ինչ եմ ուզում ասել, նախ այդ մենք պիտի արձանագրենք, որ Ռուսաստանում այս ռազմական ծախսերը ուկրաինական հակամարտության հետ կապված ավելանում են 6.7% արդեն կազմում իրենց համախառն ներքին արդյունքի, պիտի փաստենք, որ Ռուսաստանը այնուամենայնիվ իր ռեսուրսային ապահովմամբ կարողացավ դիմակայել այս սանկցիոն քաղաքականությանը, պիտի մեկ անգամ եւս երևի փաստենք, որ սանկցիոն քաղաքականությունը իր արդյունքներին ոչ միայն չի հասնում, նաեւ մի բան էլ հակառակը, տեսեք, ասենք Եվրոպան կարծես թե բոյկոտում է ռուսական գազը, բայց Եվրոպայում կան երկրներ, որոնք առանց այդ գազի չեն կարողանում ուրեմն իրենց բանը ապահովեն ձմեռային ժամանակահատվածը, ասենք Հունգարիան, Սլովակիան, այդում նաև կարծում եմ Չեխիան նույնպես կմիանա այդ գործընթացին։ Միևնույն ժամանակ Եվրոպան հանգիստ հանդուրժում է, որ Ուկրաինայի տարածքով ռուսական գազը ուրեմն գնում է դեպի Եվրոպա, Ուկրաինան ստանում է այդտեղից ուրեմն տրանզիտային գումարներ։ $800 միլիոն մասին է խոսքը, եթե ես չեմ սխալվում, տարեկան տրանզիտային գումարը։ $1 միլիարդ գալիս է Ուկրաինայի բյուջե, Ռուսաստանը վճարում է Ուկրաինին, այսինքն երկու պատերազմող երկրներ, այսինքն բան չի էլի, բան չկա։ Չեմ տեսնում ոչ նպատակ է երևում այդ քաղաքականության, հայ բոյկոտի քաղաքականությունը տեղ չի հասնում, այսինքն եվրոպական կամ արևմտյան բոյկոտը Ռուսաստանի նկատմամբ տեղ չի հասնում, որտեղ Ռուսաստանը ուրեմն ընդհանրապես ավելացրեց իր ռազմական ծախսերը, միակ երևի թե բացասական անդրադարձը, որը տեղի ունենում, դա ինֆլյացիոն բանն է, արժեզրկումը, ռուբլու, ոչ թե ռուբլու արժեզրկումը, այլ ուղղակի ընդհանուր գնաճը, որը տեղի ունեցավ Ռուսաստանում 8.6 եւ իհարկե կենտրոնական բանկի կողմից սահմանված վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որը պատմական ռեկորդ սահմանեց 21%, վերջի շաբաթվա ընթացքում Ռուսաստանի կենտրոնական բանկը ավելացրեց այդ բանը 21%-ը, դա իհարկե միակ երևի բացասական անդրադարձն է, բայց ես ասում, որ ինֆլյացիոն մակարդակը մինչև 10 անգամ 12%, եթե երկիրը տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ է գնում, դա անգամ խրախուսող դեր կարող է ունենալ երկրի տնտեսության վրա, իսկ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը այսօր եւ տեխնոլոգիական իմաստներով, այսինքն ռազմական արդյունաբերությունը ֆինանսավորելով, նրանք ավտոմատ կերպով զուգահեռ ֆինանսավորում են տեխնոլոգիաները, ռազմական տեխնոլոգիաները, եւ գիտեք, եթե արևմուտքը իր գործունեության կամ քաղաքականության արդյունքում հասավ նրան, որ Հյուսիս Կորեան միացավ Ռուսաստանին, ես չեմ կարծում, որ դա դրական արդյունք է։ Դա հենց չինովնիկների ուրեմն բանն է, ներգրավումն է դիվանագիտության մեջ, դա դիվանագիտության ուղղակի անկումն է, արևմտյան դիվանագիտության անկումը, իմ կարծիքով։ Պարոն Դարբինյան, 38-րդ րոպեն հատել ենք մենք, մոտենում ենք 40-ին։ Վերջի մի քանի հաղորդումը մենք ավարտում ենք Միացյալ Նահանգներում ընտրությունների կանխատեսումով, բայց քանի որ մեր հաղորդումը եթեր է դուրս գալու ընտրությունների ընթացքում, Միացյալ Նահանգներում ճիշտ է չկա լռության րոպե, բայց քանի որ Հայաստան լռության օր, բայց քանի որ Հայաստանի Հանրապետությունում կա ընտրությունների վերջին օրը լռության օրն է, առաջարկում եմ մենք կանխատեսում չանենք այս անգամ եւ թող հաղթի ուժեղագույնը, իսկ հաջորդ հաղորդմանը մենք արդեն կքննարկենք թե ինչ անենք մենք որպես պետություն նոր նախագահի եւ նոր ադմինիստրացիայի հետ, ոնց է կարծում։ Այո, ես ընդհանրապես ցանկություն կհայտնեմ, որպեսզի Միացյալ Նահանգներում հետընտրական ուրեմն գործընթացներ տեղի չունենան, որպեսզի պարտվող կողմը ճանաչի իր պարտությունը եւ շնորհավորի հաղթողին, ինչպես եւ մենք սովոր ենք դիտարկելու Միացյալ Նահանգները եւ ժողովրդավարությունը գործողության մեջ, որտեղ ժողովրդավարությունը ամենամեծ ցուցիչը հենց դա է, երբ պարտվող կողմը ընտրությունների արդյունքում շնորհավորում է հաղթողին, ասում է շնորհավորում եմ, զիջում է իր տեղը, եթե ուրեմն իշխող ուժն է եւ ուրեմն հաջողություն ցանկանում հաջորդին։ Մենք վերջին տարիների ընթացքում հենց Տրամպի առաջին մուտքը, երբ նա գործեց Սպիտակ տուն,
արդեն տեսնում ենք, որ նման բան երևույթներ տեղի չեն ունենում։ Դա շատ վատ օրինակ է մեր պես երկրների համար, նույն Վրաստանի պես երկրի համար։ Շատ վատ օրինակ է, երբ պարտվող կողմը չի ճանաչում ընտրության արդյունքները։ Վերջին անգամ Թրամփը ընտրությունների արդյունքները չճանաչեց, չշնորհավորեց, հիմա էլ դա մի սարսափելի առճակատում է։ Ես ցանկություն եմ հայտնում, որպեսզի ամերիկյան ժողովուրդը կարողանա հաղթահարի այս բանը, բարդույթը եւ մեզ շատ ավելի դրական օրինակներ են պետք Միացյալ Նահանգներից կամ բացասական։ Սիրելի ռադիոլսողներ, առաջին խոսափողի մոտ պրոֆեսոր Արմեն Դարբինյանն էր, երկրորդ խոսափողի մոտ Դավիթ Խումարյանը։ Սա Դարբինյանի ժամն էր, դուք շարունակ եք լսել գործարար ալիքը, մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ այսքանը։